Առողջ ապրելակերպի մեջ մտնում է նաև շատ ճիշտ դասավորել մեր կյանքը, մենք շատ գերծանրաբեռնված ենք, գերզբաղված ենք եւ հանգստի ժամանակ չունենք։ Մենք մեր աշխատանքն էլ ենք բերում տուն եւ հատկապես բժիշկներն էլ մենք գիտենք, հա, այսինքն պետք է հավասարաչափ բաշխել հանգիստը եւ աշխատանքը, մարդ պետք է հանգստանա, երբ որ սիրտանոթային համակարգը չի հանգստանում, գլուխը չի հանգստանում, աղիքները չեն հանգստանում, բնականաբար կան կլինեն հիվանդություններ, խանգարումներ եւ այդ քրոնիկ հոգնածության եւ էներգոդեֆիցիտի վիճակը, որ ամբողջ հայազգի մոտ կա, բացարձակ բոլորի մոտ կա, մի քիչ շատ, մի քիչ քիչ, դա անպայման բերելու է ժամանակի հետ սեռական ֆունկցիայի օրգանիզմը բողոքարկում է, բնականաբար արդեն սեռական կյանքի մասին չես մտածում, ապաթիա է սկսվում, այսինքն այնքան գերհոգնած ես, որ չես ուզում որևէ հաճույք վայելել եւ ոչ միայն մնում ես տվերում եւ ցանկացած փորձում ենք, մենք բոլորս գիտենք, որ փորձում ենք նաեւ մերժել տարբեր հրավերներ, տարբեր խնջույքներ, հա, ու նաեւ սեռական կյանքը, այնքան հոգնած գալիս ու քնում ենք, էլ սեռական կյանքի մասին խոսք չկա, դա շատ ճիշտ դասավորել մեր կյանքի ռիթմը, այո, բիորիթմերը շատ կարևոր են, որ ասեցի հանգստանալ քնի ռիթմը, քունը։ Մենք գիտենք, որ քունը այսօր համարվում է բոլոր հիվանդությունների առանցքագծում է։ Տեսեք, ճարպակալման առանցքագծում է, սիրտանոթային հիվանդությունների առանցքագծում է, սեռական կյանքի առանցքագծում է, մարսողության առանցքագծում է, կոգնիտիվ խանգարումների եւ այդ հետազոտությունները կան, որ այն մարդիկ, որոնք չեն քնում 8 ժամ նորմալ չեն քնում, իրանք անպայման կունենան եւ կոգնիտիվ խանգարումներ, եւ սեռական, այո,